Մարս կենտրոնի անցնող շաբաթվա անցուդարձով մարզային Ֆորտունա հեռուստաընկերության եթերում Վանաձորյան օրեր հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Շաբաթվա մեկնարկը Վանաձորի քաղաքապետարանում դարձյալ տրվեց ամենշաբաթյա հաշվետվությամբ։ Նիստին քննարկված հրատապ հարցերին, տրված հանձնարարականներին ծանոթացեք հաղորդման առաջին ռեպորտաժից։ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի կողմից իրականացվում են Կոմիտասի փողոցի բարեկարգման, քաղաքի հրապարակների կանաչապատման, ինչպես նաև գետերի հուների մաքրման աշխատանքներ։ Շաբաթվա ընթացքում փոխարինվել է փողոցային լուսավորության 75 վառված լամպ, 12 լուսատու, ևս 80 վառված լամպ դեռևս ենթակա է փոխարինման։ Վնասազերծվել է 37 թափառող կենդանի։ Ժամանակավոր բնույթի փոսային նորոգումներ են իրականացվում Դեմիրճյան, Երևանյան, Վարդանանց, Գրիգոր Դուսավորիչ, Չուխաջյան և այլ փողոցներում։ Նիստի սկզբում որոշվեց մարտի 20-ից ապրիլի 20 ընկած ժամանակահատվածը հայտարարել որպես քաղաքի մաքրման միամսյակ։ Ապրիլի 24-ին քաղաքը լրի բեռնաթափվածանի աղբից։ Բոլոր տարածքները մենք գնանք գլխագրեն, բոլոր տարածքները, որովհետև ասենք կուտակումներ բաներ։ Նեսուկի ուժը կուտակորցենք եւ շաբաթօրակի դրսգամ մեր կոլեկտիվ նույնպես։ Հաշվետու ժամանակահատվածում համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի կողմից իրականացվել է Վանաձորի մի շարք համատիրությունների բազմաբնակարան շենքերի բակերի ուսումնասիրություն։ Ուսանողական համատիրության տարածքից տեղափոխվել է 5 անսարք թափք։ Մյուս համատիրությունների համար կկազմվեն վարչական արձանագրություններ։ Բաժնի պետը ներկայացրեց նաև կատարված այլ աշխատանքներ։ 43 մետր քառակուսի ազգոշիֆր է փոխարինվել, 22 մետր քառակուսի թիթեղյա շիֆրներ։ 70.5 մետր քառակուսի ապակեպատում է կատարվել շքամուտքերում, 3 շքամուտքի հարդարման աշխատանքներ են կատարվել։ 22 գծամետր անձրևաջարատար ջրագիծ է փոխվել և 49 գծամետր կոլբ է փոխվել։ 58 բակի մաքրման աշխատանքներ են իրականացվել։ Ուրեմն 74 գծամետր ջրհորդար և այլ աշխատանքների մեջ ֆիքսված է 2 ձագարի տեղադրում, 5 կոյորու խցանման բացում, 1 նկողի ջրայհարացում, 7 սենսորային համակարգի տեղադրում, 1 աղբամուղի խցանման բացում։ Վանաձորի օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սաները մասնակցել են Հայաստանի Հանրապետության սամբոյի պատանիների առաջնությանը։ Ունենք 1 հաղթող, զեկուցեց ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետը։ Ծրագրերի և արտաքին կապերի բաժնի կողմից իրականացվել են Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի սպասարկման աշխատանքներ։ Կրթության և մշակույթի բաժնի կողմից էլ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ մարտի 8-ին նվիրված տոնական համերգ, որի ընթացքում տարբեր ոլորտներում աչքի ընկած 32 իգական սեռի ներկայացուցիչ քաղաքապետ Սամվել Դարփինյանի կողմից արժանացավ շնորհավորագրի։ Զեկույցներից հետո համապատասխան բաժինների պետերին տրվեցին հանձնարարականներ։ Գոհար Մովսիսյան, Համլետ Պապանյան, Վանաձորյան օրեր։ Ինչով առանձնացավ Վանաձորի համայնքի ավականու հերթական նիստը, օրակարգային ինչ հարցեր քննարկվեցին և ինչ որոշումներ կայացվեցին համայնքի ավականու կողմից։ Հարցերի պատասխանները ներկայացվող տեսանյութում։ Նիստի օրակարգում ներառված էր 2 հարց։ Օրակարգային առաջին հարցի այն է Վանաձորի համայնքի 2014 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին զեկույցով հանդես եկավ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանը, ով և նշեց, որ քաղաքային տնտեսության բոլոր հարցերի ու խնդիրների լուծումը ուղիղ համեմատական է համայնքի բյուջեի հետ։ Ուստի Դարփինյանը նախ տարվա գլխավոր ձեռքբերումներից բյուջեի հավաքագրման բարձր ցուցանիշներից խոսեց։ Քաղաքապետարանի աշխատակազմի հաշվետու տարվա առաջին իսկ օրվանից ձեռնամուխ եղավ բյուջեի հավաքագրման ապահովմանը։ Արդյունքում նախատեսված 2 միլիարդ 157 միլիոն 470 հազար դրամի փոխարեն հավաքագրվեց 2 միլիարդ 167 միլիոն 737 հազար դրամ, կամ 100 միլիոն դրամ ավել գումար հավաքվեց, որը կազմում էր 105%։ Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարը խոսեց նաև թերացումներից ու համայնքում առկա խնդիրներից։ Կան բացթողումներ հողի հարկի կենցաղային աղբահանության վարձավճարների հավաքագրման բնագավառում, բայց դա կապված է մեր քաղաքացիների քաղաքից բացակայելու հանգամանքի հետ։ Ճանապարհների այսօրվա անխիթար վիճակը կապված է ջրագծերի անցկացման և դարոժնի կազմակերպության կողմից կատարված անորակ աշխատանքների հետ։
Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի քաղաքապետարանի աշխատակազմի 1 տարվա գործունեությունը հանրությանը ներկայացնելու, քաղաքապետարան-հանրություն կապի ամրապնդման, թափանցիկ աշխատելավոճի ապահովման, ինչպես նաև ձեռքբերումներն ու թերությունները մատնանշելու, շեշտը դնելով լուծում պահանջող խնդիրների վերհանման, համատեղ ջանքերով դրանց հաղթահարման ուղիների որոշման նպատակով Վանաձորի քաղաքային համայնքի 2014 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը տեսաֆիլմի տեսքով ներկայացնելուց հետո ծավալվեց հարց ու պատասխան ավականու անդամների, հասարակական կազմակերպության ներկայացուցիչների, քաղաքացիների եւ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ։ Դրանք մասնավորապես Վանաձորի ճանապարհների ասֆալտապատմանը, կառավարության կողմից համայնքին տրվող դոտացիային եւ այլ համայնքային հարցեր էին շոշափում։ Ինչպես Վանաձոր համայնքի ղեկավարի, այնպես էլ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ։ Վանաձորի համայնքի ավականին միաձայն կողմ քվեարկեց օրակարգային առաջին հարցին։ Ավականու նիստի օրակարգային երկրորդ հարցը, որն է համայնքի 2014 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին որոշման նախագիծը, ներկայացրեց Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Արթուր Սուքիասյանը։ Վանաձորի համայնքի ղեկավարի հոկտեմբերի 14-ի համապատասխան կարգադրություններով համայնքային բոլոր կազմակերպություններում ստեղծվել են գույքագրման հանձնաժողովներ, որոնք իրականացրել են փաստացի գույքագրում։ Այդ գույքագրումը համեմատել են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հետ, կազմել են համեմատական տեղեկագրեր, կազմել են ակտեր դուրս գրվող ապրանքների վերաբերյալ, հիմնական միջոցների, պաշարների վերաբերյալ եւ այդ փաստաթղթերը ներկայացրել են քաղաքապետարան։ Քաղաքապետարանում դրանք ամփոփվել եւ այս պահին ներկայացվում են համայնքի ավականու հաստատմանը, փաստաթղթերը գտնվում են այստեղ, առաջարկվում է դրանք հաստատել։ Նիստի օրակարգ ներառված երկրորդ հարցը եւս հաստատվեց ավականու միաձայն քվեարկության արդյունքում։ Գոհար Մովսիսյան, Համլետ Պապանյան, Վանաձորյան օրեր։ Շարունակում ենք հաղորդումը։ Վանաձորի նախադպրոցական ուսումնական հաստատությունների դասյարակները այս տարի եւս մասնակցում են վերապատրաստման դասընթացի։ Այս մասին առավել մանրամասն ներկայացվող ռեպորտաժում։ Նախադպրոցական ուսումնական հաստատություններում անցկացված մշտադիտարկումների արդյունքում վերհանվել են դասյարակներին հուզող մի շարք հարցեր։ Հաշվի առնելով նշված հանգամանքը, Մարզկենտրոն Վանաձորի նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի աջակցությամբ կազմակերպվել է հնգօրյա վերապատրաստման դասընթաց։ Կարելի է ստեղծել ինչ-որ մի մոդուլ, աշխատանքների փաթեթ, որոնք որ շատ կօգնեն աջակցեն մեր դասիրակներին նոր մեթոդներով պարապմունքները անցկացնել մանկապարտեզներում։ Դասընթացի հիմնական նպատակն է նորագույն մեթոդներով, նորացված ծրագրերով, նոր լույս տեսած ուսումնամեթոդական եւ ուսումնաօժանդակ ձեռնարկներով նախադպրոցական շրջանին առնչվող նորարարությունները ներկայացնել դասյարակներին, որպեսզի ստացված նոր գիտելիքները վերջիններս կիրառեն գործնականում։ Մանկապարտեզի յուրաքանչյուր տարիքային խմբում աշխատանքի ճիշտ կազմակերպման նպատակով։ Դասընթացի կազմակերպումը կարևորում են նաեւ մասնակիցները։ Անընդհատ փոփոխվող համակարգ է նախադպրոցական այդ համակարգը։ Ես կուզենամ, որ բոլորը իրոք մասնակցեն, լսեն ձեզ ուշադիր, որովհետև դուք բավականին մատչելի ձևով հասցնում եք մեզ այն ամեն ինչը, ինչը որ պետք է մեզ, ինչը որ անհրաժեշտ է մեր գիտելիքների հարստացման համար։ Հնգօրյա դասընթացները կանցկացվեն երկու խմբի համար 20-ական մասնակիցներով։ Դասընթացի ավարտին մասնակից դասյարակներին կտրվեն վկայականներ։ Գոհար Մովսիսյան, Համլետ Պապանյան, Վանաձորյան օրեր։ Այժմ մեկ հայտարարություն։ Վանաձորի քաղաքապետարանը հայտարարում է բաց աճուրդ, որը տեղի կունենա 2015 թվականի մարտի 27-ին ժամը 15:00-ին։ Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քաղաքապետարանի թիվ 406 աշխատասենյակ կամ զանգահարել 25894 հեռախոսահամարով։ Տեղեկացնում են Վանաձորի քաղաքապետարանի աճուրդային հանձնաժողովից։ Վանաձորում ընթացքի մեջ են համայնքի տարածքով հոսող գետերի հուների մաքրման աշխատանքները, որքան գումար է հատկացվել համայնքային բյուջեից գործընթացն իրականացնելու համար եւ ինչ փուլում են ընթացիկ աշխատանքները, պարզել է մեր նկարահանող խումբը։ Վանաձորի քաղաքապետարանում անցկացվեց համայնքի տարածքում գտնվող գետերի հուների մաքրման համար հայտարարված մրցույթը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս մրցույթին հայտ էր ներկայացրել մեկ կազմակերպություն՝ Մոսմար սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը ներկայացնելով քաղաքապետարանի առաջարկած գնից ցածր գին շահեց մրցույթը։ Քաղաքապետարանի համայնքի տարածքով հոսող թվով 4 գետերի հուների մաքրման համար առաջարկած նախահաշվային արժեքը 12 միլիոն դրամ էր։ Մոսմար ընկերությունը համաձայնվել է աշխատանքներն իրականացնել 11 միլիոն 900
65,000 դրամով։ Ի դեպ 2014 թվականին ևս քաղաքապետարանը ներկայացրել էր 12 միլիոն դրամ նախահաշվային գին։ Նշված գումարի շրջանակում նախատեսվում է գետերի հուների մաքրում, կենցաղային աղբից, տիղմից, քարերից, ինչպես նաև աղբի տեղափոխում։ Նախատեսվում է 5 միլիոն 945,000 դրամ ծախսել տանձուտ, 2 միլիոն 219,000 դրամ բզով տալ, 2 միլիոն 506,000 դրամ փամբակ եւ 1 միլիոն 294,000 դրամ Խաչի ձորից իջնող գետի հուների մաքրման համար։ Աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են։ Կատարում է գետերի հուների մաքրման աշխատանքները։ Պլանավորված են նաև վաղը իջնել Տանձուտ գետի մաքրման աշխատանքներն պետք է կայանա ու ամբողջ տարածքով պետք է մաքրվի եւ հոսքի խանգարող բոլոր խոչընդոտները պետք է վերացվի։ Վանաձորի համայնքի տարածքում գտնվող գետերի հուների մաքրման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև հունիսի 1-ը։ Գոհար Մովսիսյան, Համլետ Պապանյան, Վանաձորյան օրեր։ Հաղորդման վերջում մեկ մշակութային անդրադարձ։ Կանանց միամսյակին նվիրված միջոցառումները մարզկենտրոնում ընթացքի մեջ են դեռ մարտի 1-ից։ Ինչ է տեղի ունեցել եւ դեռ ինչ տեղի կունենա Վանաձորում մինչև ապրիլի 7-ը։ Մեկ տեսաշարում։ Մարզկենտրոն Վանաձորում կանանց միամսյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց դեռ մարտի 1-ին։ Թիվ 1 մշակույթի տանն օրինակ մարտի 1-ից իրականացվում են ծաղիկների եւ կոմպոզիցիաների պատրաստման անվճար դասընթացներ։ Արդեն երկրորդ տարին է, ինչ Վանաձորի համայնքի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տունն անակնկալ այց է ունենում Վանաձորի ծննդատու եւ հաճելին մատուցում նոր մայրացած կանանց։ Մարտի 6-ին տեղի ունեցավ նաեւ Վանաձորի կամերային նվագախմբի համերգը Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոցում։ Նույն օրը Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի բացում։ Գարնան անդրադարձ խորագրի ներքո։ Կարլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում էլ տեղի ունեցավ հավերժի գրավականը ցուցադրությունը, որում առաջին անգամ ներկայացված էին քաղաքի թվով 20 կին նկարիչների աշխատանքները։ Ցուցադրության ժամանակ նկարչուհիներին համայնքի ղեկավարի անունից ու կրթության եւ մշակույթի բաժնի պետի կողմից տրվեցին ծաղիկներ։ Ստեփան Զորյանի տուն թանգարանում մարտի 7-ին կյանքի կոչվեց Օրհնություն քեզ եւ երազ եւ սեր խորագիրը կրող միջոցառում։ Թիվ 2 մշակույթի տանն էլ վայելեցին կենթանի երաժշտություն, ջազ եւ բլյուզ։ Գրադարանների կենտրոնացված համակարգի թիվ 4 եւ թիվ 6 մանկական գրադարաններում տեղի ունեցան միշտ գեղեցիկ վերտառությամբ գրական երաժշտական ցերեկույթներ։ Մարզկենտրոնում միամսյակի շրջանակում կազմակերպված միջոցառումներից թերևս ամենագլխավորը հենց մարտի 8-ին Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցած տոնական համերգն էր, Հորովել երգի բարի համույթի, քաղաքապետարանի երգի թատրոնի, ինչպես նաև անհատ եւ կատարողական խմբերի մասնակցությամբ, որի ժամանակ էլ քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գորբադյանն իր եւ քաղաքապետ Սամվել Դարփինյանի անունից շնորհավորեց ցերեկույթին ներկա կանանց եւ աղջիկներին։ Այնուհետ արդեն համայնքի թվով 40 կանայք եւ աղջիկներ երկարամյա ամբասիր աշխատանքի համար առողջապահության, կրթության, մշակույթի, արդյունաբերության, բնագավառներից հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ քաղաքապետի կողմից արժանացան շնորհակալագրի, ծաղիկների եւ նվերների։ Այսքանով սակայն կանանց միամսյակին նվիրված տոնակատարությունները Վանաձորում չեն ավարտվում։ Մշակույթի եւ կրթության բաժինը իր ենթակայության տակ գտնվող մշակութային կենտրոնների հետ համատեղ շարունակում է տոնի վերածել միամսյակի ամեն մի օրը։ Քաղաքի տարբեր մշակութային հիմնարկներում շարունակվում են իրականացվել տոնական համերգներ, իսկ մշակույթի տներում գրական երաժշտական ցերեկույթներ, հանդիպումներ կինոարվեստագետների հետ եւ այլն։ Միամսյակի շրջանակում իրականացվելիք եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում ապրիլի 7-ին։ Գոհար Մովսիսյան, Արմեն Շահբազյան, Վանաձորյան օրեր։ Այսպիսին էր Վանաձորի անցուդարձը անցնող շաբաթվա ընթացքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, ցտեսություն եւ ամենայն բարիք։